Ողջույն սիրելի աղջիկներ, ձեզ հետ է Սասնուհի Բասկևիչյանը, Miss Artistic Սասնուհի, շնորհակալություն, որ կրկին ինձ հետ եք իմ գեղեցկության տաղավարում։ Այսօր ես ներկայացնելու եմ Երևանյան շատ տաղանդավոր դիմահարդարի։ Այսօր մեր տաղավարում է, խնդրում եմ դիմավորեք Սերգեյ Սարգսյանը։ Hi haters, եւ այսպես դուք ուզում եք դառնալ աննման եւ չքնաղ, ինչը բացատրում է իմ ներկայությունը այստեղ այս պահին։ Այսօր ես խնդրել եմ ձեզ, որ դուք ինձ դարձնեք շատ ավելի գեղեցիկ եւ նաեւ Սերգեյը կբացատրի, թե ինչպես կարող ենք ունենալ հայկական smoky eye կարմիր շրթներով, ես ուզում եմ շուրթերը ավելի մեծ Երևան եւ հնարավորինս smoky եւ բրոնզային, քանի որ ես ծմերվա օրերին շատ եմ սպիտակեն, ինձ խնդրում եմ please ինձ կօգնեք։ Խնդիր չկա, ես այժմ վերցնում եմ նախաձեռնությունը իմ ձեռքի մեջ եւ դուք ուղղակի թույլատրեք ու սպասեք 15 րոպեից ձեզ չճանաչի նույնիսկ ձեր հարազատ մայրը։ Սկսենք։ Okay. Եվ այսպես սկսենք։ Ես ուզում եմ հարց լինի իմ տոնային։ Տոնային կրեմի կարևորագույն գաղտնիքներից մեկը դա վզին չտարածելն է, ճիշտ տեղում կանգնելը, այստեղ կանգնում եք, հանկարծ ես մասում ոչ մի տոնային կրեմ չունի, շատ լավ, ու ստեղ կանգնում եք, because that's what basic bitches do, հիմա մենք կհաստատենք ունքերը, հունքերը, սա հայերեն հայալեզու բլոգ է, Սերգեյ, ինքդ քեզ փորձիր կառավարել, շտոլի, բրովի։ Այժմ մենք մի փոքր կհաստատենք Սասնու հոնքերը, չշփոթել ունքերի հետ, որոնք գրական չեն, պարզվեց, եւ այսպես մի փոքր նոսոտ ունք է, դա։ Մի փոքր ավելի ընդգծված։ Հատուկ սելֆի համար։ Մի փոքր ինքնուրույն կարելի անել, դու ընդգծելու ալեկոծմունքը եւ հուզականությունը դեմքի։ Ինձ համար։ Oh Jesus։ Ես չեմ ուզում ստացնել, ես ստանում եմ։ Մի քիչ կարելի ավելի քիչ հաստատել իհարկե, մի քիչ։ Բայց ես ձեռնաբաց եմ եւ մի փոքր շուշուրայել։ Այժմ մենք միասին կընդգծենք Սասնու կոնտուրինգը եւ դրա համար կօգտագործենք Anastasia Beverly Hills Classic Contouring because that's what basic bitches do։ Եվ այսպես, ինչի համար ենք սա անում, որպեսզի ավելի նիհարացնենք դեմքը, մոտ 20 կիլո ավելի ներս ընկած կստացվի դեմքը, հիշեք հիմա ու մի անցի առաջ, թող մասնագետները այս գործը։ Facebook-ին նստել է, որ ձուկիկ դեմք են ընդունում։ Եվ այսպես, կոնտուրինգ ենք անում, պետք է այսինչ մեկ դից գնա, այսինչ։ Ես գիտեմ տան դեմքին, սա լուրջ գործը խնդրում մաքսիմալ լուրջ։ Okay, ու այս կողմից։ Դուք արդեն երևի զգում եք ոնց է մուգ գույնը վրա գալիս եւ ընդգծում կմախքը Սասնու։ Ավելի 20 կիլո մի հարկերը մոտ։ Հեսա եւս երկու քսուկ։ Ավելի նուրբ։ Այժմ մենք նաեւ կանենք քիթիկի վրա, որտեղ քիթը եւս ընդունված է կոնտուրանել։ Եվ հիմա կարծես թե նույնիսկ չունի քիթիկ։ Կարծես թե ասում են քիթիկ չունի, այնքան ներս մտավ քիթիկը։ Մի պաուզ մեր դուրս գա։ Like a Russian basic bitch։ Yeah, that's good։ Ես նաև սիրում եմ մի փոքր կյանք հաղորդել եւ դոյարուշկայի տեսք տալ դեմքին, դրա համար կարմիրաներկ եմ ավելացնում կողքերին, որ մարդկանց կարմիրաներկ։ Կամյանը։ Հայալեզու գեղեցկության բլոգ է։ Որ մարդկանց թվա որ արյունը որ մարդկանց մոլորության մեջ ցենք, իսկ այո, մեր գործը նաև իլյուզիա ստեղծելն է, որ արյուն գոյություն ունի։ Սասնու դեմքի մեջ արյուն է գնում գալիս։ Այժմ ամենակարևոր մասերից մեկը smoky eyes, այսինքն աչքեր, որոնք անտանելի ձգող են։ Ես նախընտրում եմ օգտագործել ոչ միայն սևը, այլ համադրել սևը կապույտի հետ։ Այժմ ես նույնիսկ կհամադրեմ իրանց եւ Օպա։ Այսինքն մի փոքր առեղծվածային տեսք ենք հաղորդում աչքերին։ Ծխած։ Եվ մի փոքր sense լակիկներ ենք անում ստեղից, որ մարդկանց թվա, որ երկար են աչքերը, միջով ստեղ ձգվում են Սասնու աչքերը, մարդկանց թվա։
Դրա համար sense ոչ երկարացնում ենք, որ մարդկանց թվականիներից է սկսում աչքերը։ Опа. Because that's what basic bitches do. Այժմ մենք նաև կավելացնենք տուշ Սևաներկ։ Հիշում եմ, գրագետ հայերեն։ Սևաներկ, որովհետև Սաստանին ուզում է L ավելի գիտեմ դժվար է պատկերացնել, բայց L ավելի գրավիչ դառնալ։ Քանի որ ես ուզում եմ երբ որ նա նայի իմ աչքերի մեջ, իմ թարթիշները իրեն ցիկայում գսին, ինձ հետ ավելի երկար խոսի։ Դուք հասկանում եք, չէ՞, ես ինչ եմ ուզում։ Վստահ եմ ձգելը կլինի։ Minimum ինչ կարող եմ խոստանել, որ ուշադրություն գրավեք։ 10-ից 10 հոգի գնային դες փողոցում, շատ են ինձ մատով ցույց տան։ Զրաչը կարեցի։ Okay, փոցում ինչ անես զրաչը։ Ինչպես գիտեք, ճանապարհը դեպի տղամարդու սիրտ ընկած է ստամոքսի միջոցով, իսկ ստամոքսի դռները դրանք շրթունքներն են։ Դրա համար մենք կփորձենք մաքսիմալ ընդգծել այդ նաև հոգու հայրը ինչ որտեղ կարելի ասել։ Դրա համար կօգտագործենք այս Էս ինչ ֆիրմա է։ Mac, Ruby, Եթե Mac-ը ամենաշատ։ Ես խնդրեմ ուղղակի թուլանալ ու փակել աչքերը։ Ուրեմն տեսեք, Սիրուն ընդգծում է, չէ՞։ Հա, եթե չխոսաս, ավելի լավ կընդգծվի։ Okay, քիչ ներսից էլ կարելի է, որ մարդկանց թվում որ բնական է, ներսից դուրս կարող է ատամների ժամանակ չգնա։ Անում ենք եւ տեսեք, արդեն հիմնական դիապազոնը ընդգծել ենք, բայց քանի որ մենք նաեւ փորձում ենք իլյուզիա ստեղծել, որ շուրթները շատ ավելի ընդարձակ են, դրա համար մենք չենք զլանում եւ մի փոքր այսենց աննկատ մեծացնում ենք իրենց շարավիղը։ Դրա համար օգտագործում ենք այս կոնտուրը, որպեսզի գծենք բնական սահմաններ։ Մի շարժվի։ Ցավը։ Հա։ Պետք է դիմանաս, գեղեցկությունը պահանջում է ցավ։ Հոպա, նայեք։ Հիմա գծում ենք բնական սահմաններ։ Եվ եթե հանկարծ փողոցում ինչ-որ մի չարաբաստիկ տատի ասի, աղջիկ ջան, ամոթ չի պրոշները հետ այսքան չպրոպորել ես, կասես տատիկ ջան, նայի սահմանները, բնական իրա սահմանները։ Եվ այդպես դուք 10-ով 0 կանեք պատահական տատիկին։ Because that's what basic bitches do. Վերջում փորձենք ֆիքսել այս ամեն ինչը, գիտեմ դեզ այն շատերը օգտագործում են ֆիքսատոր սպրեյ, ես մենք մի քանի քայլ առաջ ենք գնացել եւ օգտագործում ենք սովորական սպիրտ։ Էս կֆիքսի, չէ՞, բայց հաստատ։ Այսքան էր այսօրվա մեր ընկերական beauty blog-ը, խնդրում եմ, եթե ունեք հարցեր, կարող եք հետևել ինձ Instagram-ում եւ տալ ձեր հարցերը։ Շնորհակալություն Սասնի, շատ հաճելի էր։ Այո, իսկապես ես շատ շնորհակալ եմ Սերգեյ, որ այսօր ես կարողացա ձեզ վստահեմ։ Ես անհամբեր ուզում եմ նայեմ, թե ոնց է ստացվել։ Ես հիմա կփոխանցեմ փոխանցան Հայլին, բայց ես ուղղակի շտապ դուրս գամ, կարաք հետո նայեք։ Բայց ուղղակի ուզում եի ձեր գլուխ գործածի համար ձեզ շնորհակալություն։ Լավ, եթե շտապում եք գնացեք։ Ես գնամ, դուք նայեք Հայլի մեջ, okay? Okay, ես գնամ Հայլի մեջ, okay։